Նույնի Ցոլակի Համբայրյանը ծնված 53 թվականի սեպտեմբերի 23-ին։ Ինչ բողոք ունեք, Տիգին Արմենոյի։ Սիրտս, ճնշումս բարձր է շատ, գլխի ուղեղի թաղանթի փորփոքում, ոտքերս կուռի չեմ կարող քայլեմ։ Չգիտեմ, սա ցավերից է, երևի վշտերից է։ Հսկողության, հա, բժշկի հսկողության տակ եմ, պոլիկլինիկա եմ հաճախում, տեղերը ստանում եմ անվճար։ Իրանք տալիս են նայելով, որ շատ վատ է վիճակս, բայց սոցցարայությունը պատճառաբանում է, որ ինչի ես տեղերը ձրի ստանում, գնա փողով տուր արկսը նպաստս կտրել ես, ինչ են կտրել են, վերևից հրաման ունենք, որ քանի հոգու պիտի կտրենք, որ մենք տեղերս մնանք, դիք ինչ խոսք է։ Երբ են կտրել ձեր նպաստը։ Ես մի ամիսը չեմ ստացել։ Ինչքան գումար եք ստանում այդ նպաստի։ 20,000։ Այսինքն դա նշանակում է, որ այլևս անվճար տեղերից չեք կարող օգտվել, հա։ Ոչ անվճար տեղերից կարող եմ ընդունվել, ոչ բժշկությունից կարող եմ ընդունվել, ոչ իմ կենցաղային սպասարկմանից կարող եմ ընդունվել գազս, ջուրս, լույսս, որը զեղչ էր։ Զեղչով էի ես որպես միանյակ մենակ եմ ապրում, ոչ մի մարդ հարազատ չունեմ Գյումրիում, բոլորը մահացած են, 13 հոգի երկրաշարժին եմ մահացել, իսկ թորնիկսը, շտանգից թորնիկսը ավարիայի տակ է մնացել Թորոմի Կարմունջի մոտ մարշրուտքի մեջ։ Իսկ չկան տունը ստուգման նոր կտրեին ձեր նպաստը։ Չէ։ Ոնց եք էլի, հա։ Չէ, ոչ մի անգամ չեն եկել, ոչ մի անգամ չեն զանգել, ոչ մի անգամ չեն զգուշացրել, որ ձեր նպաստը ես գնացել եմ տեղօրյակը ստանալու, պատճառաբանել է բժիշկը, որ դուք չեք կարող ստանալ, որովհետև ձեր նպաստը ցածրացրել են, իջեցրել են ձեր աճոկը, իջեցրել են։ Քանի բալով են։ 2 2 3908 է դարձել է 3708, դրա համար ոչ մի առավելություն չունեմ, ոչ նպաստ կարող եմ ստանալ, ոչ է բժշկությունից օգտվեմ, ասեցի ես հիվանդ եմ, չեմ գնա կարգ անե, սի կարգ չեմ հանե, որտեղ ընդեղել եմ փող ուզե, դե գնա բողոք է, սի ես բողոքելու կարիք չունիմ, ոչ է կարող եմ կարգ անեմ, որտեղ չեմ կարող հեշտեր կանգնեմ, հեշտեր իրոք չեմ կարող կանգնեմ, սիրտ չունիմ։ Դուք գնացիք պարզաբանման, հա։ Պարզաբանման գնացի, շատ վատ ընդունեց պետը, շատ վատ, ասեցում ես ասեցի Մարդուն Գրիգորյանին, որտև ոչ խմող է, ոչ խուլիգան է, շատ լավ ընտանիքն ունի, լավ ընտանիքի հայ, ասես թե գնա դիմում կրե, թող քեզի սոցարը չի կարող տալ, ինքը տա, ինչ խտե ասեցի։ Ինչը տա նպաստը տա Մարդուն Գրիգորյանը։ Բայց ինչու համար նպաստը պետք է Մարդուն Գրիգորյանը տա։ Ինչ արտահայտություն է։ Ես քաղաքացի եմ, ու ուզենամ կընտրեմ։ Իմ արտոնություններս ոչ մի սահմանափակում չկա։ Դիք բոլորը գիտեն, որ սահմանափակում չկա։ Այդ մարդու բանը խոսալը, տակտը, ընդունելը, ձևը ինձ դուր է գալիս, որ սևազգես մայրերին կարող է շատ լավ ընդունել։ Ես դիք հաճույք եմ զգում իրա խոսալուց, իսկ իրանք շատ լպիշ, անշնորհք նստած տեղի չեն շարժվում, նստած տեղ ժամերով սպասում է սոցցարայությունը, որ քեզի մի հատ պատասխան տա։ Ինչքան է ձեր թոշակը։ 44800 դրամ։ Այսքան այդքանը բավարար չէ։ Բավարար չէ, ոչ տեղօրյակի է բավարար, ոչ կենցաղային սպասարկման է բավարար, ինչու՞ն է բավարար 44800, իսկ իմ տղես 2 անգամ սրտի ստենտ է դրած, ես այդ տղայից փոքր երեխա ունի, ինչ ուզեմ այդ այստեղ չեն, Հայաստանում չեն, իրանք Ռուսաստանի գրանցում ունին, փոքր երեխա ունին, ես չեմ կարող իրանցից որևէ պահանջ ներկայացնեմ։ Ես իրանց էլ 1000-ից մի անգամ զանգ կուտամ, ես չեմ ուզել իրանք իմ լավ սուվադս իմանան, ես արդեն կշտացած եմ մահացած մարդկանցից, կշտացած, որտեղ 13 հոգի երկրաշարժին եմ տվել։ Արագած փողոցում ենք ապրել, աղբերներս է շատ լավ պաշտոն են ունեցել, բարեց են եղել, շատ լավ անունի տեր մարդիկ են, որ այդպես անշնորհ կավարի պատասխանեն, բայց չգիտեն ում որ հետ ինձ ձևի կարելի է խոսալ։ Ես ըմպես երեխա եմ դաստիարակի, որ իմ երեխես արդեն 53 տարեկան է, բայց որ կխոսամ կարմրիկը, բայց իրանք անշնորհ կավար ինձ պատասխան կտան։
Այսինքն կոպտել են ձեզ, հա։ Կոպտել են, ես շատ վիրավորված եմ, շատ։ Արտուրը ինչ է դեղած պետի տեղակալը, էդ էլ շատ վիրավորական, շատ կիղտոտ մարդ է, շատ։ Մի ադամ ատոր չէի կարող կանգնել։ Դա ատոր շարաճարգից որ նստեի, սևազգեստով գնացել է կանգնած ընձի սպասել կուտա, որ հրաման կրե, ինչ հրաման, որ կտրում եմ նպաստը։ Ինչու համար ես կտրում։ Նաև ասացիք, հա, դատախազություն եք դիմել։ Այո, դատախազությունը դիմել եմ, որ այսինչ ժողովրդի հետ վարվելակերպ չունին, ժողովրդի հետ խոսալու տոն չունին։ Ինչու համար է նստած պաշտոնի։ Իմ տղես 25 տարի պաշտոն է ղեկավար է, հարսս դասախոս է եղել, բայց ես մի օր չեմ իմացել իրանց բարձր խոսալը կամ իրանց անշնորհքությունը կամ իրանց ամբողջ մանկավարժական ինստիտուտը 18 տարի ինքը պաշտպանած խելացի աղջիկ իմ տղես է խելացի Սուվորովը ավարտած տղա, որը կարելի է այդ ծանողին վիրավորել, երբ որ թորիս գլոխն է իրան կերան իմ թորիս գլոխը 400 կիլո հանող երեխուս ճանապարհից ետ չեկա։ Հիմա ձեր պահանջն է, որ վերանայեն, կան ուսումնասիրեն, հա, ուսումնասիրեն ու ինչի համար են կտրել, պատճառը ինչ է։ Այս տնից մի սենյակն է ձեր Մի ասացիք։ սենյակը տիա դատարանով հատկացրած մի սենյակն է իմս։ Տիա դատարանով թղթերը հատկացրած մի սենյակը, կոմունալ հարմարությունը Հայատից պետք է օգտվեմ, բայց ես էլ վադարող չեմ կարող Հայատից գնամ օգտվեմ, ես է բժշկության թուղթ նոր վադարող չեմ, այո իրոք ես կարգ անելու հիվանդ եմ, բայց ես կարգի համաս չունիմ, ես տամ բժիշկների հետ կռիվ տամ։ Որ տեղերն էր, որ գրել էին։ Դե այս տեղերն է, որ գրել էին ու չեմ ստացել։ Գրեցին, որ գնաք ստանաք, հա։ Գրեցին, ասեց բժշկուհին, միջալոց շատ լավ սրտապան է, շատ լավ սրտապան է, շատ լավ ընդունեց, ասեց Տիգին Արմենոյ, քո սիրտը լավ չէ, օպերացիայի կարիք ունի, վայ չէ, դոկտոր ջան, խնդրում եմ, դոկտոր ջան, ինձ մենակ ռենտգեն ուղարկե, ասեց հիմա հեչ բան չես կարող դու անվարձել ես։ Փող դիմուձես, որ քեզի արունդել ստուգեն, կշակարդել ստուգեն, սաղ վարձ է։ Քանի տեղ էիք ստանում, երբ որ Մի հատ նպաստառու ճշման, մի հատ սրդի, մի հատ լիարտի, որը ճարբակալված էր, ասես լիարտը, հիմի ոչ մի բանից մենակ գրիշնի խաշած ուտում եմ, ոչ մի բանից չեմ օգտվում, որ չկարողանա նորից չունեմ հիվանդանոցները կամ իմ տղես վիճակի չէ, իրոք վիճակի չէ։ Այսինքն ասում են թող ձեր տղան պահի, հա։ Հա, ասում է Սոչի ամենաթանկ քաղաքն է, քո տղեդ որ Սոչի է ապրում, բարի եղնի քեզի նա է, բայց ես աշխատել եմ 3 տեղ, ես քաղաքին ենքան լավություն, օգնություն եմ տվել ես, ինչպես կարող է այդ մարդուն այդպես 30 տարի ես գախնի զավոդում աշխատել եմ, ես իմ որպերեխա եմ պահել։ Ինչու համար ինձ կուղարկեն ուղղություն, ես իմ հասանելիքս եմ ուզում, ես ոչ մի բան ուրիշների պես, ես ոչ կոսմետիկա ունեմ, ոչ խանութ ունեմ, ոչ առևտուր եմ անում, ոչ բան, հիվանդ կին եմ, ես իմ հասանելիք գումարս եմ ուզում։ Իսկ այդ պատասխանները պետք է պատիժները ստանան, այո, պետք է ստանան պատիժները, իրանք նստած ատորների վրայից չշարժվելու, մարդկանց չընդունելու համար։ Իսկ իրանց գործը չէ, թե ընձի ես տղու զանք կուդամ չեմ տա, դա գիրանքով են, կամ մարդունին հումոր ընդրել, լավ է մեր, ես քաղաքացի եմ, իրավունք ունիմ իմ արժանապատվությունը սպահելու, ես ոչ տղայից կուզեմ գումար ուզեմ, ոչ էլ, իմ հասանելիք գումարս եմ ուզում։ Իրանք ուզում էին ում ընդրեիք։ Սարիգին։ Հա? Սարիգին ասեց, որ դու եթե սոցծառայության Մինասյան Սարիգին չես ընդունել, գնա Մարդուն Գրիգորյանին ասա, թող քեզի օժանդակ է։ Ու ես շատ վշտոված եմ, շատ, չափից դուրս։ Ուրեմն իմ թորիս ես տամ դառնա Հայաստանի չեմպիոն, իմ մեգուճար թանկ թորիս, թանկ պայած, ամբողջ քաղաքը հուզված էր այդ թորնիկից համար։ Հոռոմի խաչմերուկի, չէ, զոհերից է։ Հոռոմի խաչմերուկում հաշված կամազի վարորդը կուկա մտնի մարշրուտկու մեջը, որը 7 հոգին վարան, բացի իմ թորիցս 7 հոգին է, Անդրանիկ Հովանեսյանի կնիկը մինչև հիմի տանջվիկը դոկտոր։
Իսկ ես ըմպես մարդկանց գիտեմ, որ նպաստ են ստանում, ավտոները տագը, տները տագը, ինչ 50 տարի աշխատել եմ, 50 տարի 3 տեղ աշխատել եմ, ես մեր տունը իրավունք չունիմ ունենալու, ապրելու, ինչ տոմիկ պտեղնիշ, իմ մամաս տոմիկի մեջը մեռավ, արագած ավիրվավ իմ մերս, որ պերեխեքի է տոմիկը մնաց, Տանկեսը ձեր որդունն է, հա? տանկեսը որտունս էր, այդ շտանգիստինս էր, բայց որ շտանգիստս մահացավ, անցավ հարսիս ու տղուս։ Իսկ ես մեր սենյակի մեջ եմ, մեր սենյակի մեջ, դադարանի վճիրը, խնդրեմ, դադարանի վճիրը։ Կոմունալ հարմարություններս է ամբողջը փակում է։